Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոս այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ։ Այս խոսքերն արտահայտել է աշխարհի 9-րդ չեմպիոն մեր հայրենակից Տիգրան Վարդանի Պետրոսյանը, ում խաղային ոճն այնքան ամուր էր, որ հակառակորդները նրան կոչեցին Երկաթե Տիգրան։ Նա դառնում է աշխարհի չեմպիոն 1963 թվականին և պահպանում այդ տիտղոսը 6 տարի։ Այդ ժամանակներից ի վեր շախմատը Հայաստանում մեծ ծաղկունք է ապրում։ Շատ երեխաներ սկսում են հաճախել շախմատի խմբակներ, որպես հետևանք ի հայտ են գալիս շատ ուժեղ խաղացողներ, որոնք էլ իրենց հերթին բերեցին բազմաթիվ հաղթանակներ։ Այս առումով շախմատի միջազգային կազմակերպությունը (FIDE-ն) Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը ճանաչեց որպես «դարի լավագույն թիմ»։ Սա աննախադեպ հաջողություն էր, որ մենք ունեցանք։ Հիմա ձեզ ենք ներկայացնում Տիգրան Պետրոսյանի գեղեցիկ պարտիաներից մեկը։ Նա խաղում է սպիտակներով գրոսմաստեր Վլադիմիր Սիմագինի դեմ։ Եվ տեսեք քանի մարտավարական հնարք է կիրառում։ Առաջինը նա զոհաբերում է փիղը, վերցնելով Է5 դաշտ, սա 1, հասցնում է կրկնակի հարված, սա 2, հիմա եթե արքան նահանջեց, մենք կվերցնենք թագուհի։ Սևերն ընդունում են զոհաբերությունը և սրանով իսկ մենք սև թագուհուն հրապուրում ենք Է5 դաշտ, սա 3, հրապուրում։ Ինչու հրապուրեցինք, որպեսզի հնարավոր լինի գծային հարվածը։ Մենք ևս մեկ անգամ զոհաբերում ենք թագուհի, սա 4, որպեսզի կիրառում ենք գծային հարված 5, հիմա եթե արքան նահանջեց, կվերցնենք թագուհի։ Զոհաբերության միջոցով մենք հրապուրում ենք արքային հաշութ դաշտ, սա 6, և ևս մեկ անգամ հասցնում կրկնակի հարված, սա 7։ Կրկնակի հարվածից հետո, ինչպես գիտենք, մեկ ֆիգուրի փախուստից հետո վերցնում ենք մյուսը։ Այսպիսով, այս փոխանակումների, այս հնարքների արդյունքում ունեցանք ավելձի զինվորի դեմ։ Եկեք նորից տեսնենք։ Ուրեմն, զոհաբերեցինք փիղը, թագուհուն հրապուրեցինք կրկնակի հարվածով Է5 դաշտ, մենք կզոհաբերենք ևս մեկ թագուհի, բայց դրա փոխարեն կվերցնենք և նավակ, և թագուհի։ Իսկ դրա համար հարկավոր է, որ արքան հայտնվի հաշութ դաշտում։ ԵՒս մեկ հրապուրում զոհաբերության միջոցով, գծային հարվածի միջոցով, սևերն ընդունեցին և կրկնակի հարված ստացանք թագուհի։ Պարզապես շքեղ էր այս հնարքը։ Ընդհանրապես շախմատային աշխարհում ընդունված էր ասել, որ եթե Տիգրան Պետրոսյանը զոհաբերում է խաղաքար, կարող եք արդեն հանգիստ խղճով հանձնվել, այնքան մանրակրկիտ է նա հաշվել ամեն ինչ։ Եվ անցնենք վարժություն տետրերի առաջադրանքներին, այստեղ խաղում ենք սևերով, հասնենք հաղթանակի։ Նախ հարկավոր է ուշադրություն դարձնել, որ սպիտակների C3 զինվորը գտնվում է կապի ներքո, քանի որ եթե C3 զինվորը հարվածեց որևէ կերպ, նրանք սպիտակները կկորցնեն թագուհի, և օգտվելով այդ հանգամանքից սևերը այդպես էլ խաղում են։ Թագուհի C4-ը վերցնում է D4։ Սևերը շահեցին մի ամբողջ փիղ։ Նախ հիմա գրենք սևերի քայլը, քայլ համար 1, բազմակետ, և սևերի կողմում գրենք նրանց քայլը, թագուհի C4-ը վերցրեց D4։ Սևերը շահեցին փիղ, և այն պարագայում, եթե սպիտակներն ընդունեն այս զոհաբերությունը, ի վերջո տվեցին թագուհի, C3-ը վերցնում է D4, այո, մենք նշեցինք, որ զինվորը կապված է, այժմ սևերը նույնպես կարող են շահել թագուհի։ Նավակ վերցնում է C2 շախ։ Այսպիսով փոխանակումների ընթացքում սևերը շահեցին մի ամբողջ փիղ։ Երկրորդ տրամադրում Պետրոսյանը խաղում է սպիտակներով, այստեղ նա ցանկացել է հարվածել Է5 զինվորը, սակայն Է5 զինվորն ունի պաշտպան, իսկ մենք գիտենք երրորդ դասարանից, որ պաշտպանին կարելի է վերացնել, և այստեղ այդպես էլ տեղի է ունեցել, նավակը վերցրել է D4։ Առաջին քայլով մրցակիցն ընդունել է զոհաբերությունը, մենք վերցրել ենք փիղ, բայց տալիս ենք նավակ, սա այսպիսի հարաբերական զոհաբերություն է։
Նավակը վերցել է D4 և այժմ E5 զինվորը ոչ ոք չի պաշտպանում։ Կարելի է նրան հարվածել։ Նավակը վերցնում է E5 և դա տեղի ունենում շախով։ Արքան չի կարող վերցնել նավակին, չի կարող նահանջել 6-րդ հորիզոնական, ամբողջը ձիու հսկողության ներքո է, չի կարող մնալ 5-րդ հորիզոնականում, հարկավոր է նահանջել 4-րդ հորիզոնական, վերցնել ձիուն։ Սա միակ քայլն է։ Արքան վերցնում է G4 և այստեղ, ինչպես տեսնում ենք, այո, ամբողջ 5-րդ հորիզոնականը փակ է, սև արքայի համար, 4-րդ հորիզոնականը նույնպես, 3-րդ հորիզոնականը նույնպես, սև արքան լիովին անշարժացած է։ Հարկավոր է նրան հայտարարել մեկ շախ, և դա կարող է անել կամ F3-ի զինվորը, շախ և մատ, կամ H3-ի զինվորը, շախ և մատ։ Իրական խաղում այդպես էլ տեղի ունեցել, սա շատ գեղեցիկ նույնպես օրինակ էր։ Իդեպ, ի սկզբանե, երբ Պետրոսյանը հարվածեց D4, սևերը կարող են վերցնել զինվորով, սակայն ոչինչ չի փոխվում, նորից նավակ G5 շախ, արքա G4 և H3 կամ F3 մատ։ Իսկ ինչպես մենք կխաղենք սևերով։ Իհարկե, այս պարագայում ճիշտը պաշտպանելն էր E5 զինվորը։ Այո, սևերը կորցրեցին փիղ այստեղ, բայց ավելի լավ է կորցնել փիղ, քան կորցնել արքա, այսինքն ամբողջ խաղը։ Երևի թե ցանկալի էր սևերի կողմից պաշտպանել E5 զինվորը, որտեղից նրանք հետագայում ստացան մատ։ Դիտենք ևս մեկ անգամ։ Նավակը վերցնում է D4, նավակը վերցնում է E5, H3։ Շարունակում ենք դասք 43, տրամագիր 1, խաղում ենք սպիտակներով, հասնենք հաղթանակի։ Ինչպես տեսնում ենք, C8 նավակը այստեղ ծանրաբեռնված է, նա հսկում է և իր փիղը, և իր թագուհուն։ Իսկ հիշենք, ծանրաբեռնված խաղաքարի նժարներից մեկին մենք սեղմում ենք։ Ահա այսպես։ Այս պարագայում, այո, նավակը վերցնում է A8 առաջին քայլով, և սպիտակները շահեցին մի ամբողջ փիղ։ Բանը նրանումն է, եթե հիմա սևերը ընդունեն մեր զոհաբերությունը, մենք վերցեցինք փիղ, տալիս ենք նավակ, այսինքն որակ ենք զոհաբերում։ Եթե նրանք ընդունեն մեր զոհաբերությունը, C8-ի նավակը դադարեց հսկել իր թագուհուն, մենք այս նավակին շեղեցինք, և այժմ մենք կշահենք մի ամբողջ թագուհի։ Եկեք այդպես էլ գրենք. նավակը վերցնում է A8, սևերի կողմից նույնպես նավակը վերցնում է A8, և մենք շահում ենք, դադարեցին հսկել, մենք շեղեցինք նավակին, և վերցնում ենք սևերի թագուհին։ Սևերը գուցե ցանկանան ի սկզբանե փոխանակել թագուհիները և հետո հարվածել մեր նավակին։ Այս դեպքում մենք թագուհին կվերցնենք ոչ թե D1-ի նավակով, այլ մենք թագուհին կվերցնենք A8-ի նավակով, կվերադառնանք։ Եվ հիմա սևերը ոչինչ վերցնելու այստեղ չունեն։ Այսպիսով նորից սպիտակներն ունեցան մեկ թեթև ֆիգուրի առավելություն։ Իսկ ինչ հնարք մենք այստեղ կիրառեցինք։ Մենք տեսնելով, որ C8 նավակը ծանրաբեռնված է, մենք շեղեցինք նրան ահա այս հարվածով։ Խնդրեմ, նավակն ընդունեց մեր զոհաբերությունը և շեղվեց իր պարտականություններից։ Այսպիսով կիրառեցինք շեղում մարտավարական հնարքը։ Եվ վերջին երկրորդ տրամագրում խաղում ենք սպիտակներով, այստեղ սևերի արքան թվում է, թե ապահով է իր խաղաքարերի ներքո, սակայն նրան դուրս բերելու համար Տիգրան Պետրոսյանը դիմում է զոհաբերությունների, թագուհին վերցնում է F6, շախ և կրկնակի հարված նաև։ Սևերն ընդունում են զոհաբերությունը, արքան վերցնում է F6, և որպեսզի արքային թույլ չտալ վերադառնալ իր տիրույթները, ապահով տիրույթները, Պետրոսյանը կիրառում է գծային հարված։ Փիղ E5 շախ։ Ինչու գծային հարված, չէ՞ որ մենք գիտենք, որ գծային հարվածի ներքո լինում են երկու խաղաքար։ Այստեղ երկրորդ խաղաքարի դերում դատարկ, բայց շատ կարևոր դաշտ է։ Դաշտը այնքանով է կարևոր, որ սև արքան չվերադառնա ապահով դիրքեր, պաշտպանված իր զինվորներով։ Փիղ E5-ից հետո սևերը խաղում են արքա G5, և ինչպես տեսնում ենք, սևերի արքան ամբողջությամբ հայտնվեց սպիտակ խաղաքարերի հնարավոր հարվածների ներքո։
Եվ որպիսի Սև արքան չվերադառնա իր կիսադաշտը, Պետրոսյանը կիրառում է շատ հետաքրքիր կանխարգելիչ քայլ՝ փիղժեյոտ, եւ ինչպես տեսնում ենք, Սև արքային ետ վերադարձի ճանապարհները փակ են։ Ահա այս քայլից հետո սևերով խաղացող միջազգային գրոսմայստեր Լյուդեկ Պախմանը ընդունեց իր պարտությունը։ Բանը նրանումն է, որ պարզ չէ ինչպես պաշտպանվել H4 շախից եւ հետագա մատից հետո, օրինակ փիղ F3-ի։ Ենթադրենք սևերը փորձեին պաշտպանվել H4-ից, բայց կրկնվող գրոհներից հետո խնդրեմ հիշենք, որ արքան չի կարող վերադառնալ, H5-ին կհետևեր փիղ F3 մատ, արքա F5-ին կհետևեր փիղ H3 մատ։ Այսպիսով փիղժեյոտ քայլից հետո Տիգրան Պետրոսյանը գրանցում է հաղթանակ։ Եվ այս գեղեցիկ հնարքով մենք ավարտում ենք դպրոցական շախմատին նվիրված վերջին վարժությունը։ Բոլորին շնորհավորում եմ։ Շնորհակալություն հայտնենք գրքի հեղինակներին և ամբողջ աշխատանքային խմբին, մեջբերելով նրանց հրաժեշտի խոսքերը։ Մնաք բարով։